Վառ լուսավորությունը հուշում է, այստեղ սուրբ գրքեր ու ձեռագրեր են, որոնց էջերում բնության ստեղծման պատմությունն ու այն պատկերող մանրանկարներն են։ Մատենադարանի նոր ցուցադրության թեման աշխարհի եւ բնության արարումն է։ Ինչպես գիտենք, Աստվածաշնչում նկարագրվում է, որ Աստված աշխարհը ստեղծել է 6 օրում եւ 7-րդ օրը հանգստացել է։ Այս թեմաների շրջանակներում է հավաքագրված մեր այն եզակի մատյանները, որոնցից մի քանիսը անգամ երբևիցե չեն ցուցադրվել կամ շատ վաղ շրջանում են ցուցադրվել Մատենադարանում, ընտրվել են տարբեր մանրանկարչական դպրոցներից եզակի ձեռագրեր։ Սրահում բացի հայերեն ձեռագրերից ներկայացված են նաև արաբերեն եւ պարսկերեն մատյաններ։ Մասնագետի խոսքով բնությունը միշտ եղել է մարդկության ուշադրության կենտրոնում, անկախ ազգությունից, կրոնական պատկանելությունից եւ ժամանակաշրջանից։ Մատենադարանում մենք ունենք բազմաթիվ իսլամական այդպես ձեռագրեր, եզակի ձեռագրեր, որոնք այդպես ոսկեզոծ եւ շատ հետաքրքիր նախշերով աչքի են ընկնում եւ հատկապես ժամանակավոր ցուցադրությունների շրջանակներում մենք փորձում ենք նույնպես զուգահեռ հայկական ձեռագրերի հետ ցուցադրել այդ ձեռագրերը։ Ցուցադրության մեջ տեղ են գտել նաև արևի, ծաղիկների, կենդանիների մանրանկարներով զարդարված կազմեր, նաև դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ։ Ձեռագրերի կողքին են թռչնարձաններ, որոնք զարդարել են հարեմը թագավորական Իրանում։ Առհասարակ պալատը զարդարելու համար էին կիրառվում։ Օրինակ սիրամարգը, երկու առանձին փեղկերում մենք ցուցադրում ենք սիրամարգեր, որը եւ հայկական արվեստում, հայ արվեստում եւ պարսկական արվեստում եւ մշակույթում նույնպես իր, ասենք, խորհրդանշական դերակատարությունն է ունեցել։ Իդեպ Մատենադարանի այցելուները ցուցադրական նոր հայեցակարգին կծանոթանան թանգարանի արդիականացված ցուցասրահում։ Արամ Մարանդյան, Էդգար Դավթյան, լուրեր։